Հիմնականում դուք բերում եք եւ նշում եք այն թեզը, որ 300,000 ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում իշխանության տեսլականը եւ իշխանությունը ձեր հիմնավորումներով թույլ է տալու, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ գան Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը դա գուցե քանի որ ընդդիմադիր տարբեր ուժեր առաջ տարան այդ թեզը եւ սկսեց լայն տարածում ստանալ հասարակության շրջանում, ի վերջո ասաց, որ իմ իշխանության օրոք հնարավոր չի, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ գան Հայաստան եւ այլն։ Հիմա դուք կրկին պնդում եք այդ թեզը եւ ինչն է հիմք հանդիսանում, որ դուք ասում եք 300,000 ադրբեջանցիներ գալու են Հայաստան։ Մեր երկու հիմնական քաղաքական ծրագրերից մեկը թույլ չտալն է, որ ադրբեջանցիները կարողանան Հայաստան մտնեն Հայաստան եւ քաղաքականապես սկսեն Հայաստանը ներսից ճնշել։ Ինչն է մեզ ստիպել մտածել, որ դա մեծ վտանգ է մեզ համար։ Նախ սկսենք նրանից, թե ինչ է Իլհամ Ալիևը ցանկացել Հայաստանից եւ ինչ է ստացել։ Սկզբից Իլհամ Ալիևը ցանկանում էր Արցախի կողքի 5 շրջանները 18-ին դեռ Փաշինյանի կառավարման առաջի տարում։ Նա ստացավ դա, հետո ցանկանում էր Լաչինն ու Խարվաճառը։ Նա ստացավ դա, հետո ցանկանում էր Արցախի ընդհանուր Արցախը։ Նա ստացավ դա, հետո ճանապարհ էր ցանկանում Սյունիքով։ Որի մասին Մեղրիում Փաշինյանը նույն ձեր ասած ոճով ասում էր, որ ճանապարհ չի լինելու։ Միջանցք չի լինելու։ Ճանապարհ չի լինելու։ Ասում էր ճանապարհ լինելու է, Մեղրեցի մարդը հարցնում է, ասում է ոչ, ես վստահեցնում եմ ճանապարհ չի լինելու։ Ճանապարհը տվեց, վերջը ասել է, որ սահմանադրություն պետք է փոխենք։ Փաշինյանը էլի 2 անգամ մերժելուց հետո հիմա սահմանադրություն է փոխում։ Իլհամ Ալիևը ինչ ուզել է, Փաշինյանը տվել է։ Հիմա առաջացել է նոր բան։ 3 ամիս առաջ շուտ 24 թվից սկսված խոսույթ էր, բայց 3 ամիս առաջ բոլոր գիտնականների մոտ Ադրբեջանի նա հայտարարեց, որ մենք պետք է վերադառնանք իբր իրենք։ Մեր պատմական հողեր, իբր իրենց պատմական հողն է։ Ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ այդ առաքելությունը վստահված է Ադրբեջանի պետությանը, այսինքն պետությունն է օգնելու ֆինանսավորելու։ Դրանից հետո Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալը հայտարարում է, որ իրենց Փաշազադեի տեղակալը հայտարարում է, որ Հայաստանի տարածքում կա 300-ից 400 մզկիթներ ադրբեջանական, որ պետք է վերակառուցվի, հին մզկիթներ, ու հանձնվի Փաշազադեի կառույցին։ Դա մենք չենք ասում, դա հայտարարել է հոգևոր առաջնորդի տեղակալը։